Զբաղվում եմ այգեգործությամբ, էթա անասնապահություն չկա, իհարկե ժամանակին մենք անասուն ենք պահել, դրանով ենք ապրել։ Աշխատանքը ամեն մարդու բան չէ, էլի ծանոթի միջոցը մտնում են աշխատում, ով որ տենց ծանոթի միջոց չուներ, էթել անասնում էր պահում, դրանով ենք յոլա գնում։ Դες 22 թվին անասուններս անցան դեպի Ադրբեջան մոտ, մեր պոստեր անցան դե, մի 3 օր մնացին դե հետ գալուց 4 անասուներ, երկուսը պայթան, մի քիչ տարածքից հեռու էլի, մեկն էլ եկավ մեր խրամատի մոտ դե պայթեց, կովը եկավ ստե, մի ամիս պահեցի պանդարկած վիճակում, նորից բաց ընկավ թողեց գնաց Ադրբեջան, որպեսի բան չլինի, նորից չգնա, բռնեցինք, մորթինք, տենց, բայց 3 հատը տենց կորստով մնաց։ Մարզպետ ասեց, եկավ ստե, բան արեց, որ այդ անասունները փողը պատրաստա, կարակ դիմումները գրենք, որ փողը հատուցեն, դե տենց էլ գնաց, ոչ խաբարություն կար, մի երկու անգամ դիմել ենք, եկեք ասում պիտի հաստատեն վերևից հետո որ ձեր գումարը բերեն, հա այսօր եկուց, այս տարի կլինի, մի տարի կլինի, տենց փակվեց գնաց։ Յուղը շատ վատ վիճակում է, ջահելություն չկա, աշխատանք չկա, երեխեք ասենք բանակից գալիս են թողնում գնում քաղաքներում, էլ յուղը ծերացած վիճակ է, ով որ մեռնադուռը փակում է, կարելի ասած։ Յուղը որպես աշխուժություն երեխան է բերում, եթե տարից մարդը ինչ կարող է առավոտից ցիրեգոնը գնաց ճանապարհով ոչ մեկին չհանդիպես, մարդ չկա։ Դպրոցը 3 աշակերտը հեսա էթել է փակում, տանում են վերևի գյուղ պիտի կոմպլեքսացնեն, փակեն, որ դպրոցներն էլ ժողովուրդն էլ հեն տե մի քանի հոգի աշխատում են։ Էթել որ կտրեն, մնում են ամեն մարդ իր պիտի գլուխ արդեն պահի էլի մի ձևով։ Այս սովորույթ է, վախելը չկա, անկախ հնայց իմունիտետ, հա, տենց են ասում, արդեն այդ բանը մեր մոտ ստացվել է, որ ինչի պիտի վախենակ, մարդը ամեն ինչին սովորում է, էլի անկախ նայց կրակոցերնի ուզած ուր պիտի գնաս, էլի քո ընտանիք տունոտ է, քո եղած չեղած, նա քո հայրենիք տամուս կարաս թողնես փախնես։ Առաջարկը հենա, որ ժողովուրդի մի քիչ, այս հատվածների մի քիչ նայեն, ճիշտ որ խաղաղությունը մենակ լինի, ոչ թե հող տաս խաղաղություն ձեռք բերես, դա չէ, դե բայց խաղաղությունը բոլորի համար է լավ է։ Թեկուզ ընտանիքն էլ է, որ իրար հետ սերով են շատ լավ անում, դե բայց եթե մարդիկ կան գիշերցերը կռվով են իրար հետ բանանում, էդ էլ չի բան։ Հետո մեր դպրոցները բանը վիճակը, կրթությունը շատ վատ վիճակ է, մազոլ են արել են ասած բանով, գրությունը, գրքերը, տետրակները, բաները սաղ խառնած են իրար, մեր մեծամեծների կարելի ասած գցել են արխիվ, մարդը մարդու հետ նստելու վեկինելով է զարգանում, եթե այսօր ես իմ տնից դուրս եմ գալիս գնում, ասենք վերև գոմս կամ ինչ-որ միտեղ, ես մարդ չեմ հանդիպում առավոտները, էլ որ զարգանան։
Ա